Պարոն վարչապետ, հաջորդ շաբաթ Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախ կգնա Բաքու, ապա կգա Երևան։ Արդեն հայտնի է այցի օրակարգը, ինչ առաջնահերթ հարցեր եք պատրաստվում քննարկել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ հնարավոր է, որ Երևանյան այցի շրջանակում քննարկման թեմա դառնա նաեւ Հայաստանի միջին միջանցքում ընդգրկվելու հարցը։ Հայտնի է, որ այդ միջանցքը անցնելու է Ադրբեջանով եւ Վրաստանով եւ նաեւ Մարտակոսը օրերս հայտարարել է, որ չեն պատկերացնում միջին միջանցք առանց Թուրքիայի մասնակցության։ Դե մենք պարզավոր թրիփ նախագծով Հայաստանը բոլոր ռեգիոնալ ծրագրերին ինտեգրվելու է անխուսափելիորեն եւ ընդ որում ելի եմ ասում այդ ծրագրերը մրցակից չեն եւ թրիփն էլ կարող է լինել եւ միջին միջանցքի մաս եւ ավելի լայն նախագծերի մաս, ինչ եմ համարում, որ մրցակից չեն, որովհետեւ հոսքերը իրականում այնքան մեծ են, որ առանձին վերցրած մի ուղով հնարավոր չէ այդ հոսքերը սպասարկել։ Այդ հոսքերի համար հենց հարավային Կովկասով մի քանի ուղիներ են պետք եւ իդեպ ժամանակն է, որ մենք հարավային Կովկասի երկրներս մտածենք հարավային Կովկասի մասին որպես մեկ ընդհանուր ռեգիոն, որտեղ շատ ընդհանուր շահեր կան, իհարկե բազմաթիվ նրբություններով։ Պարզավոր ամեն երկիր իր սպეციფიկ շահերը ունի եւ իր սպეციფიկ տեսլականը, բայց կարծում եմ, որ հարավային Կովկասի երկրները նաեւ շահերի շատ ընդհանուր կշռով են կապված եւ մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը իհարկե օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը Եվրոպական միություն ապահովելու հնարավորությունը եւ վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին եւ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա եւ հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։